Լիլիթ Ստեփանյան։ Շնորհակալություն, Տիկին Յոլյան, ձեր գործընկերոջ տված հարցին դուք ասացիք, որ մարզերը եւ գյուղական համայնքները դատարկվում են եւ դա արդեն ազգային անվտանգության հարց է առաջացել։ Խնդրեմ ձեր խոսքում անպայման պատասխանեք, թե մասնավորապես որ վիճակագրական տվյալներին է քողումանում սա ասելով, որովհետև մեր կարծիքով վերջին 5 տարվա ընթացքում կառավարության բազմաթիվ ծրագրերի միջոցով մասնավորապես այլ ծրագրերը չնշեմ 16 միլիոնով հայտնի ծրագրերը եւ հատկապես Սյունիքում ոչ թե առանձին տներ են կառուցվել սահմանամերձ գյուղական համայնքներում, այլ ամբողջական թաղամասեր, ինչ տվյալների է քողումանում այս նախադասությունը ասելով եւ դարձյալ ձեր գործընկերոջ հարցին պատասխանելով ասում եք, որ շատ կարեւոր է մայրաքաղաքից հեռու սահմանամերձ գյուղական համայնքներին եւ հեռու մարզերում տանեք ծառայություններ, բայց ձեր բացման խոսքում ասացիք, որ սուբվենցիաները չպետք է լինեն միայն շինարարություններ եւ ճանապարհներ։ Ես հաշվի առնելով ձեր մասնագիտական կարողությունները եւ ձեր աշխատանքային փորձը հեռու եմ այն մտքից, որ դուք չեք պատկերացնում, որ շինարարական աշխատանքները կամ այն կառույցները, որոնք պատրաստվում են սուբվենցիոն ծրագրերից, դրանք կրթական, առողջապահական եւ սոցիալական ծառայություններ մատուցող հաստատություններ են, այսինքն դա այն է, ինչ որ դուք պատրաստվում եք անել, մենք անում ենք, եւ երկրորդը խոսքը վերաբերում էր ճանապարհներին, ես դարձյալ հեռու եմ այն մտքից, որ դուք դարձյալ լինելով փոխքաղաքապետ չեք պատկերացնում, թե ինչքան կարևոր է ունենալ լավ ճանապարհ, ազատ տեղաշարժի, տրանսպորտի եւ մասնավորապես զբաղվածությունից ելնելով։ Հիմա դուք եւ ձեր ֆրակցիան այստեղ եք, որովհետեւ քարոզարշավի ընթացքում դուք ասել եք, որ այս ապիկար իշխանությունները պատրաստվում են Սյունիքը հանձնել, պատրաստվում են թրիփը բերել Սյունիք, որը բախման կետ է, պատերազմի կետ է, եւ որ պատրաստվում են 300,000 ադրբեջանցիներ բերել Հայաստանի Հանրապետություն եւ նաեւ այս վախերով հանրության մեջ այս վախերը ստեղծելով քվեներ եք, այսպես ասած, պոկել եւ հայտնվել եք ազգային ժողովում։ Խնդրում եմ պատասխանեք, դուք հիմա էլ եք կարծում, որ մենք պատրաստվում ենք Սյունիքը հանձնել եւ որ թրիփը այլ պետությունների բախման կետ է։ Հերթով անդրադառնամ Տիկին Ստեփանյան։ Ես իմ խոսքի նախաբանում ասել եմ, որ սուբվենցիոն ծրագրերի ոլորտները սահմանափակ են եւ առաջարկում եմ, որպեսզի համայնքներին տրվեն լրացուցիչ գործիքակազմ։ Նաև շեշտել եմ, որ լավ է, երբ որ ճանապարհներ են, խնդրում եմ ուշադիր լսել եւ ձեր հարցադրումները ըստ այդմ կառուցել։ Ես ասել եմ, որ լավ է, որ ճանապարհներ են սարքում, ենթակառուցվածքներ են կառուցվում, բայց դա բավարար չէ։ Եվ պետք է համայնքները իրենց տեղական տնտեսական պոտենցիալը գնահատելուց հետո ունենան հնարավորություններ ավելի լայն ծրագրեր, ոլորտային իմաստով լայն ծրագրեր իրականացնել։ Օրինակ դուք ձեր խոսքում սոցիալական բառը նշեցիք։ Օրինակ կարողանան սոցիալական նշանակության ենթակառուցվածք ստեղծել։ Օրինակ սոցիալական բնակարանաշինության ծրագիր իրականացնեն։ Այս պահի դրությամբ դեռևս որոշակի սահմանափակումներ կան, եւ ես առաջարկում եմ, որպեսզի համայնքները ունենան այդ հնարավորությունները, ոլորտները ավելի շատանան եւ կարողանան զարգացման ծրագրեր իրականացնել։ Ինչ վերաբերում է 16 միլիոն արժողությամբ ծրագրերին, ողջունելի է այդ ծրագիրը, լավ ծրագրերին պետք է ասել լավ, վատ ծրագրերին պետք է նույնական գնահատականը տալ։ Բայց այստեղ էլ հարց է առաջանում։ Նախ, երբ որ խոսում եք ժողովրդագրությունից, որտեղից այդ տվյալները, ազգային վիճակագրական ծառայությունից, նայեք Սյունիքի վիճակագրությունը, օրինակ։ Եվ ձեզ համար պարզ կլինի, ինչի մասին եմ ես խոսում։ Կարող եմ հետո փոխանցել, բայց չեմ ուզում այդ թվերը հիմա հրապարակել, որտեղ ասում եմ, ես այդտեղ ազգային անվտանգության հարց եմ տեսնում։ 16 միլիոն ծրագրերի մասին ես ինքս առիթներ ունեցել եմ խոսելու այդ մասին, որ եթե մեր նպատակը օրինակ խոցելի ընտանիքներին, ովքեր ապրում են տնակներում, պետք է բովանդակությունը հստակեցվի, ովքեր կարող են օգտվել այդ ծրագրերից։ Եթե օրինակ շատերի համար դա լրացուցիչ հնարավորություն է լինելու, մարդիկ դուք օրինակ մոնիտորինգ արել եք, ուսումնասիրել եք, ովքեր են այդ ծրագրերից օգտվում, եւ ինչ լրացուցիչ հնարավորություններ է ստեղծվում, օրինակ ունևոր ընտանիքների համար։ Այդ մասին ժամանակին ես ինքս բարձրաձայնել եմ, խոսել եմ նախարարությունում եւ առաջարկել եմ, որպեսզի բովանդակային իմաստով ֆորմատը փոխվի, որ ոչ թե որևէ մեկի համար լրացուցիչ տնտեսական եկամուտ ստեղծվի, օգտվելով պետական ծրագրից,
այլ այնպիսի ընտանիքների համար հնարավորություններ ստեղծեն, որ իրապես գալու են, բնակվելու են եւ դրա կարիքը ունեն։ Ինչ վերաբերում է քաղաքական խոսույթին, ադրբեջանցիներ բերել եւ այլն, ինձ այդ հարցը կարող եք չտալ, որովհետեւ այսօր ամբողջ օրվա ընթացքում ես դրա մասին էի խոսում։ Բավականին շատ ադրբեջանցիներ կան այս պահին մեր տարածքում, այդ թվում Սյունիքի սուվերեն տարածքում, որ պետք է հետ գնան։ Արձագանք։ Տիկին Յոլյան, մենք ձեր մարզում, մասնավորապես կառավարությունը, իդեմս աշխատանքի եւ բարեկեցության նախարարության այլևս, օրինակ կառուցել է Արծվանիկ համայնքում փոքր համայնքային տուն, որը իրականացում է ապաինստիտուցիոնալացման գործընթացի շրջանակներում եւ մենք շարունակելու ենք դարձյալ նաեւ ձեր մարզը ընդգրկելով եւ ոչ միայն ձեր մարզը բազմաթիվ այսպիսի ծրագրեր ենք իրականացնում։ Ես որքան հասկացա դուք խոսում եք ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի մասին, դա ձեր մարզում եւ մեր մարզում է կիրառվել։ Բնականաբար կլինեն խնդիրներ, տեխնիկական եւ որոշ դեպքերում պետք է որ առանձին գնանք, բայց դուք ճիշտ եք ասում, որ պետք է ֆիլտրել այս ցուցակներն, ինչպես որ մենք էինք անում։ Դուք իմ հիմնական հարցին չպատասխանեցիք։ Դուք իսկապես կարծում եք, որ այս իշխանությունները Սյունիքը հանձնում են եւ դուք իսկապես կարծում եք, որ թրիփը տարբեր պետությունների շահերի բախման կետ է։ Վերադառնալով ձեր իմ անապահովության նպաստի եւ ձեր սոցիալական Քանի որ շատ եմ խոսել այդ մասին, դուք էլ այստեղ շատ խոսում եք աղքատության հաղթահարման մրցունակ ծրագրի մասին, համակարգի մասին, հիմա եւս մեկ անգամ պնդում եմ, որ այդ ծրագիրը պետք է վերանայվի, որովհետեւ Հայաստանում աղքատ ընտանիքներին դարձնում եք ծայրահեղ աղքատ։ Ես ընդհանրապես մի օրինակ բերեմ, որպեսզի դուք պատկերացնեք ես ինչի մասին եմ խոսում։ Օրինակ առաջին կարգի հաշմանդամ Եղվարդում է բնակվում, ինչքան գիտեմ, ձեզ եւս քաղաքացին տարբեր առիթներով դիմել է Արմեն Հակոբյան։ Առաջին կարգի հաշմանդամ է։ Հաշմանդամության թոշակը ընդամենը 10,000 դրամով բարձրացրել եք, նպաստը կտրել եւ սրանով մարդը դարձել է հարուստ։ Թե ինչպես առաջին կարգի հաշմանդամը պետք է կարողանա, չգիտեմ, ինչ պայմաններում է հարստացել 10,000 դրամով հաշմանդամության նպաստը բարձրացնել եւ մարդուն զրկել հնարավորությունից։ Ես 8 անչափահաս երեխաների օրինակը բերեցի Գորիսում, որ 76,000 ընտանեկան նպաստը կտրել եք միայն նրա համար, որ ամսական գազի վարձը կազմել է 5,000 դրամ։ Այսինքն դրանից ցածր չի եղել։ Վատն է համակարգը։ Պետք է փոխել։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։